Բարև ձեզ, եկել ենք Մեղրի, գտնվում ենք Հայաստանի ստրատեգիական ճանապարհի վրա, այս ճանապարհով է անցնելու թրիփը, սա թրիփն է, իսկ գիտեք սա ինչ է, սա արդեն Պարսկաստանն է, ընդամենը 30-40 մետրի վրա, դուք պատկերացեք մի իրավիճակ և ամերիկյան ընկերությունը կլինի այստեղ, իսկ պարսկական զինված ուժերը այստեղ, վերջի 1-2 ամսվա ընթացքում մենք տեսանք, որ Պարսկաստանը հարված հասցրեց ամերիկյան ռազմաբազաներին Իրաքում, Դուբայում, Աբու Դաբիում, Քաթարում, ինչ կլինի ապագայում, եթե նրանց հարաբերությունները սրվեն եւ այստեղ լինի միայն ամերիկյան ընկերություն։ Իհարկե, նրանք կոնֆլիկտի մեջ կմտնեն իրար հետ, Պարսկաստանը ամենայն հավանականությամբ կհարվածի բայց այս անգամ հեռահարթիրներով չի հարվածի, այլ 30 մետր է 40, ինքնաձիգով կհարվածի, հողաթափիկ էլ շպրտի կհասնի։ Դրա համար, երբ մենք ասում ենք մեր հայրենակիցներին, պետք է երաշխավորված խաղաղություն, հիմնական նպատակը երաշխավորված խաղաղության, որ բացի Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ով վկա է եւ պետք է դառնա երաշխավոր, Պարսկաստանն էլ, Իրանն էլ նույնպես լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության երաշխավորը, Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը, մեկից ավել երաշխավորի նկատի ունենալով, մենք հենց այս ճանապարհի տրամաբանությունն ենք ձեզ պատմել, հարգելի հայրենակիցներ, ուրախ եմ, որ կարողացա ձեզ հենց տեղում ներկայացնեմ աշխարհաքաղաքական այս կարևոր հանգույցի հիմնական նպատակը։